որ դա հայտարարեց նաև որ հարցը կապված է եւ արցախցիները իր բաններն են ասում պետք է տնավորվեն Հայաստանին եւ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր են անում, որպեսզի նրանց տնավորման այդ գործընթացը ապահովի։ Դուք ասում եք, որ որևէ կապի չեք կարողանում դուրս գալ, բայց մենք կներեք ձեր կողմից չենք էլ տեսնում այսպես ագրեսիվ մի քիչ, հա, նաեւ հայտարարությունների տեսքով կլինի, պահանջատիրական կլինի, որովհետեւ փաստորեն նա հայտարարել է իր պաշտոններ եւ այսպես բաց է մնացել հակառակ դաշտը։ Դուք իմ կարծիքով պիտի ավելի այսպես հետեւողական լինեք, շատ ավելի նախահարցակ լինեք, որ ասել ես հիմա չէ՞ որ այս մարդիկ ոչ մի շանս չունեն այստեղ մնալու եւ ուղղակի գոյություն են քաշ տալիս արդեն 3-րդ տարին։ Շատ կարևոր հարց է բարձրացնում, շնորհակալություն։ Նման հնարավորությունը օգտագործելով ասեմ, որ ինքս առաջին իսկ օրվանից շփվելով իրանց հետ, այն ժամանակ պետնախարար չէի, տեսնում էի նրանց վերաբերմունքը արցախցիների մասով, մի քանի փակագծեր կփորձեմ բացել։ Ես ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Այն ինչ տեղի ունեցավ մայիս-հունիս ամիսներին, երբ որ մենք հանրահավաք արեցինք, վրան տեղադրեցինք, որին հաջորդեց փոփոխությունները բնակարանային ծրագրում 150-ից ավել բնակավայրեր 3 միլիոնանոց գոտուց փոխվեց 4 միլիոն եւ 2 ամիս մեր հայրենակիցները 40,000 դրամ աջակցություն ստացան, թվերի տեսքով կարող եմ ասել մոտ 50,000 արցախցիներ ստացել են 40,000 դրամ աջակցություն, դա ստացվում է մոտ 4 միլիարդ դրամի աջակցություն։ Շատ հաճախ արցախցիները մեզ մեղադրում են, կարելի ասել, ինչու վրանը հանեցիք եւ այլն։ Եթե փողոցում լիներ 10,000-ի փոխարեն 20 կամ 30,000, վստահեցնում եմ ձեզ, որ մենք ավելի ամուր կլինեինք, մեր դիրքերը ավելի պինդ կլինեն եւ մեր այսպես բանակցությունները այլ ընթացք ունենային։ Ինքս հակված եմ, որ պետք է լինի հանրային ճնշում, սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են, չեմ հավատում եւ առաջիկայում հանդիպելով տարբեր քաղաքացիների հետ ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին սկսել շարժում փողոցային, տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել, հաշվի առնելով մեր հայրենակիցների վիճակը, արտագաղթը, այսօր ունենք 20-25,000 հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են, բայց վստահ եք, չէ, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի։ Այնտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան եւ թղթերի հետ կապված, փաստաթղթերի հետ կապված շատերը գնում եւ հետ են գալիս, գնալու տեղ չունեն, մեղմ ասած։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը ինքս հարկ եմ համարում եւ պատասխանատվություն եմ իմ վրա վերցնում փորձել ինչ որ բեկումնային վիճակ փոխել արցախցիների սոցիալական եւ ոչ միայն սոցիալական Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու եւ Ղարաբաղյան մի ամբողջ ժողովրդի 88 թվականից սկսած շարժումը, որը գիտեք, չմատնեմ դետալների մեջ, ինչպիսի գին ենք մենք վճարել, նա իրավունք չունի ուղղակի հանդես գալու եւ փակելու Ղարաբաղի հակամարտության էջը։